Հայաստանում շարունակում ենք մեր քարոզարշավը, ինչպես հայտնի է այսօր Նիկոլ Փաշինյանը բավական նկատի վարկակից է ցուցաբերել մեր քաղաքացիների նկատմամբ, սա այսպես եւ մարդկային, եւ բարոյական, եւ իրավական, եւ եթե կուզեք տղայական, գողական, միլիցիական բոլոր առումներով մճացնում է իրեն եւ ինքը որպես մարդ է վերանում արդեն իր այդ վարկագծով կնոջ հետ տեսել եք տարբեր կանանց հետ ինչպես է իրեն պահում, սա մեկ բանի մասին է վկայում, որ ինքը վախեցած է, որ կորցնում է իշխանությունը, ինքը վախեցած է, որ չի կարողանալու վերարտադրվել եւ հետագայում արդեն խնդիրներ է ունենալու, Սահակաշվիլի ճակատագիրը իր աչքի առաջ է եւ նաեւ սա ցույց է տալիս, որ բովանդակային քաղաքական դաշտում ինքը ոչ ասելիք ունի, ոչ անելիք ունի, այնպես որ ինչպես ասում են, շունը հաչում է, քարավանը գնում է, պետք չի տրվել սադրանքներին, մենք քաղաքական բովանդակային առումով կպատասխանենք, այս ամեն ինչին, եթե անհրաժեշտ է նաև քաղաքական ապտակներ կհասցնենք, իսկ գլխավոր ապտակը մենք կարծում ենք, որ մեր քաղաքացիները կարող են հասցնել հունիսի 7-ին մասնակցելով խորհրդարանական ընտրություններին։ Մենք հիմա կշարժվենք արդեն աջափնյակ համայնքով, թեև անդրևային է եղանակը, բայց ոչինչ մեզ չի խանգարի։ Շատերը հետաքրքրվում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը այսպես հիստերիկաց է, լաչառաց է, արդեն ասացի, որ ինքը անելիք ու ասելիք չունի, պարտվում է, իսկ պարտվող մարդը բնականաբար այդ վարկագիծն է դրսևորելու և ուրիշ ասելիք չի կարող ունենալ։ Մեր քաղաքացիները պետք է շարունակեն հարցադրումներով հանդես գալ իր դեմ և հարցադրումները ներկայացնեն, հարցադրություններ պահանջեն և մենք գտնում ենք, որ քարոզարշավը ամեն ինչ իր տեղը կդնի ու թող Նիկոլը շարունակեն։ Այս զոնտիկը տարենք հետագայում մենք իհարկե տարոշ շնորհակալություն կհայտնենք նրանից, ինքը այնքան մշտի անցել է, որ մարդկանց ընտանիքներ է մտնում և ես կուզենայի նաև մի բան ավելացնել, այսօր ինքը փաստացի ատելության խոսք է տարածել, ասել է, որ սապկացնելու են դրանց և այլն դիմադիր ուժերին, դուք հիշում եք, մարդիկ մի նախադասության, մի հարցազրույցի, մի խոսքի համար փաստորեն ազատազրկվում էին և նրանք քրեական գործեր էին հարուցվում, նույնիսկ մենք ունենք դեպք, երբ որ Արմենը Կավեյնի հայտնի խաղացող իր խոսքի համար փաստորեն բանտարկված և բանտում մնացավ, հիմա ես ուզում իր ապահովներին դիմել և ասել, դա ինչի գործ չեք հարուցում, ինքը խայտարակ հանցավոր հայտարարություններ է անում և մարդկանց փաստորեն ահաբեկում է և տիրապետելով իշխանական ողջ լծակներին հաստացի սպառնալիքներ է հնչեցնում և այս ամենը չի կարող անհետևել։ Բարի ձեզ, ողջունում ենք ձեզ, անպայման մասնակցեք ընտրությանը, ծրագրերին հետ ծանոթացեք, լավ եղեք։ Այնպես որ մենք երկակի եռակի ստանդարտները տեսնում ենք և այս ամեն ինչին պետք է վերջ դնել։ Աջափնյակ համայնքի հարգելի բնակիչներ, հունիսի 7-ին անպայման մասնակցեք ընտրություններին և ձեր քվեով մերժեք այս հանցավոր իշխանությանը, որը սպասարկում է Ալիևի ու Էրդողանի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը այդտեղ իսկ հայտարարել է, որ իշխանությանը մնալու դեպքում հանձնելու է Հայաստանից տարածքներ, առնվազն 3-ը։ Սրան գումարած նաև նա պարտավորվել է Ալիևի պահանջով փոխել Հայաստանի սահմանադրությունը
եւ փաստացի լուծարել երրորդ հանրապետությունը։ Մենք պետք է բոլորս մերժենք այս հանցավոր քաղաքականությունը, ձայնը տանք ազգային ուժերին եւ մասնավորապես համար 7-ին։ Համար 7-ը դա Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է եւ այն քաղաքական ուժերը, որոնք միացել են եւ միասնաբար են մասնակցում Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով Մայր Հայաստանը եւ դեմոկրատական այլընտրանքը։ Դուք գիտեք, որ մենք մշտապես ձեր շահերի պաշտպանությամբ ենք զբաղվել։ Հիմա բոլորս միմյանց կարիքն ունենք, որպեսզի պաշտպանենք Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, միասնական ջանքերով փոխենք այս իշխանությանը եւ ձևավորենք նոր իշխանություն։ Միացիր! Որ փոխենք! Միացիր! Որ փոխենք! Բարև ձեզ, Աջափնյակի ժողովուրդ ջան, և այսպես, մենք ունենք մի խնդիր, խնդիրը շատ պարզ է ուղիղ առանց ինչ-որ երկար, բարակ, տենց ինչ-որ մտքերի, ամսի 7-ին ընտրությունը լինելու է շատ պարզ և ուղիղ, մենք ընտրելու ենք կամ մենք ապրելու ենք Հայաստանի Հանրապետությունում կամ Արևմտյան Ադրբեջանում։ Այլ ընտրանք չկա եւ իրականում այն բոլոր խոսքերը, որոնք մենք լսում ենք իշխանության կողմից, վկայում են դրա մասին։ Իսկ ինչ որ մեկը հարց տվել է ինչի համար ընտրության ժամանակ նույն իշխանությունը, նույն Փաշինյանը հայտարարեց, որ Եվս Հայաստանի Հանրապետության տարածքից ճիշտ է ինչ-որ տենց անկլավ բան, ես ինչ-որ բաներ են տենց հորին է իրենց բաներով այդ պատրվակով Հայաստանում, Հայաստանի տարածքները, նվազագույն այն տարածքները, որոնք ամրագրված են այսօր Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, պետք է հանձնեն թուրքերին, ադրբեջանցիներին, չնայած ինչ կապ ունի։ Եվ այստեղ շատ կարևոր մի տրամաբանական գիծ ենք անցկացնում։ Ինչի համար են հանձնելու, շատ պարզ։ Դեկտեմբերի 5-ին 2025 թվականին Ոման Իլհամ Ալիևը, այս իշխանության ազիզ աղբերը, բարեկամը, չգիտեմ, նույնիսկ ոնց ասեմ, որ հենց տենում են իրան չոքերը թուլանում է ուրախությունից մի խոսքով։ Ալիևը սրանց պահանջ է դրել, որ ճիշտ հրահանգ է իջացել, որ ժամանակացույց տան, թե որտեղ եւ երբ բնակեցնելու են ադրբեջանցիներին։ Խնդրում եմ ժողովուրդ ջան, անպայման ստուգեք դեկտեմբերի 5 2025 թիվ, որտեղ իշխանությունը իրան ճղում է մեջտեղից, դες բան չկա։ Սուտ ապան, չէ ժողովուրդ, մտեք նայեք։ Ոչ մեկին մի հավատացեք, դուք ձեզ հավատացեք։ Եվ այս պարագայում հարց ածակում, բառաչի պարտիան այդ ադրբեջանցիների որտեղ են բնակեցնել, միացել եմ մտածենք։ Պարզ է, որ այն տարածքներում, որոնց սրանք պատրաստում են հանձնել, անունը դնելով Ալմաթա, չգիտեմ ինչ, բուրատինոյի կինո վերցնեք որպես հիմք ու հանձնեք երգիրը։ Նույն պատմությունն է։ Եվ այստեղ շատ հստակ եւ պարզ երևում է, թե ինչ տրամաբանության ներքո ձևավորվել է Արևմտյան Ադրբեջան։ Հասկացաք, չէ, անկլավների պատերվակով հանձնում են տարածքներ, հետո այդ տարածքներ բերում են ադրբեջանցիներին եւ ըստ էության սկսում են սրընթալից Հայաստանի Հանրապետության ադրբեջանացման գործընթացը։ Սա ուղիղ պարզ սխեմա է, ստե պետք չի լինել, հանճար որ հասկանալ այս ամենը։ Իսկ որ դա չլինի, պետք է անել ընդամենը երկու բան։ Հունիսի 7-ին արթնանալ, օրվա ընթացքում գտնել 15-ից 20 րոպե ժամանակ եւ գնալ ընտրատարածք։ Եվ գնալ ընտրատարածք ինչի համար, որ հունիսի 7-ին
Համար 7-ին Էսա Ժորժան եկեք մեզ պատոհաններից և պատշգամներից հետևողներին պարենք, ողջունենք մեր քաղաքացիներին։ Ժորժան դուք հեկուս տանից էլ հետևեք, ոչինչ, մենք անձրևային եղանակին է ձեզ հետ կշփվենք։ Ողջունում ենք, մայրիկ ջան, մի հատ բուկլետ, խնդրեմ մի վարքյան, մի հատ լայրը ասում ենք մեր քաղաքացիներին։ Հարգելի հայրենակիցներ, դուք արդեն տեսնում եք, թե ինչ ցնցումների մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանը, որը ոչ ասելիք ունի, ոչ անելիք, բայց հայաստանցիներին, իսկ Ադրբեջանին ու Թուրքիային նա ասելիք ունի։ Հիշում եք մի ժամանակ ինչ հայտարարում, ասում էր Արցախի հարցով լուծումը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին, Հայաստանի ժողովրդին։ Ասում էր նաև, որ առանձին որոշում չի կայացնելու, հավաքվելու են այսպես ասած ագորայում և որոշեն, թե ինչ է լինելու։ Հետո պարզվեց, որ ինքը բավարարել է միայն Ադրբեջանի ժողովրդին։ Հիմա էլ հայաստանցի Ղարաբաղցի կոնֆլիկտ է հրահարում։ Ժողովուրդ ջան, անպայման մասնակցեք ընտրությանը, քվեարկեք համար 7-ի օգտին, որպեսզի մենք Հայաստանի պարագայում չունենանք այն սցենարը, որը եղավ Արցախի դեպքում։ Մենք դες վստահեցնում ենք, որպեսզի մեր երեխեքը խաղաղ ծառայեն, անվտանգ ծառայեն, չզոհվեն պատերազմում։ Անհրաժեշտ է իշխանափոխություն։ Իշխանափոխությունը Հայաստանի անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքներից մեկն է, և բոլորս պարտավոր ենք մասնակցել ընտրությանը և վռնդել այս իշխանությունը և ձևավորել նոր ազգային իշխանություն։ Հունիսի 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, քվեաթերթիկ, ողջունում եք սերի աչակցիներ։ Ջան, անպայման կմասնակցեք ընտրությանը։ Հունիսի 7-ին, համար 7-ին։ Բացի Նիկոլենցից, ում էլ տակ Լավ է։ և նույնը հաղթանակը լինելու։ Այո։ Անպայման մասնակցեք, որեք խոստանեք։ Դե 7-ը ցույց տվեք, մենք էլ ձեզ ենք ցույց Ասնեմ Եթե միջև հունիսի 7-ը մենք Անձրևային եղանակա, բայց ասեն դες հանում մեր ուղերձները տեղ հասնելու մենք ցանկացած եղանակ են պատրաստ ենք Ժողովուրդ ջան, ևս մեկ անգամ բարև ձեզ։ Գիտեմ, որ առավոտից երեկո հիմա տարբեր քաղաքական ուժեր ընտրարշավներ են անում, մարդիկ, որ ասում գիտեք, այս աղմուկից, այս նյարդությունից, ամեն ինչից նյարդանում են, բայց եկեք մի պահ կտրվենք, էլի ընտրականես, ամբողջ գործընթացից ու մի հատ կողքից նայենք ինչա կատարվում։ Իսկ կատարումը ըստ էության հետևյալը։
Հայաստանի տեղը մեզ փորձում են համոզել, որ Հայաստանի տեղը պետք է ձևավորվի Արևմտյան Ադրբեջան։ Փոխարենը մեզ կտան օրինակ, չգիտեմ, բժշկական ապահովագրություն։ Ենթադրենք, հա։ Հիմա հարց ա ծագում, իսկ չի լինի բժշկական ապահովագրությունը լինի Հայաստանի Հանրապետությունում, առանց տարածքներ հանձնել, առանց ստորացում, առանց նվաստացում, տես չի լինում։ Չգիտես ինչու մեզ համար մեզ համոզել են, որ խաղաղությունը պետք է լինի միշտ այս կիսակազած վիճակում ու դες նվաստացած։ Չհասկացան, կարող է սատանի մայլենք հանդրբազություն են անում։ Չէ, ժողովուրդ ջան, տես չի։ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները արժանապատիվ հայ մարդիկ են։ Մեզ փորձում են ասել, որ մեր պրոբլեմը մեր արժանապատվությունն է, որ արժանապատվությունը դիր մի կողմ ամեն ինչ կգա կընկնի իր ատերը։ Յա, բարեք ձեզ։ Ամսի 7-ին հենց այդ իսկ պատճառով ժողովուրդ ջան, հունիսի 7-ին Արավոտյան արթնանում ենք, մի հատ կոֆե ենք խմում, բոլորս, օրվա մեջ 20 րոպե ժամանակ ենք գտնում, գնում ենք ու քվեարկում ենք հետևյալ տրամաբանության ներքո։ Որտեղ ենք ապրելու, Հայաստանի Հանրապետությունում, թե Արևմտյան Ադրբեջանում։ Վերջ, սա է ընտրությունը։ Իսկ որ ավելի հաստատ լինի ճիշտ ընտրությունը, հունիսի 7-ին, ըհը, էսա։ Հարգելի հայրենակիցներ, մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Մերժել Ալիևի ու Էրդողանի թեկնածու Նիկոլ Փաշինյանին եւ քվեարկել ազգային ուժերի օգտին։ Հունիսի 7-ին քվեաթերթիկ միացիր հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ը ոչ թե իշխանություն եւ ընդդիմություն ձևավորելու գործընթաց է, այլ անկախության հանրաքվե։ Մենք պետք է միասին պատասխանենք հետևյալ հարցերին։ Ուզում ենք ունենալ Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Ուզում ենք ունենալ երաշխավորված խաղաղություն, թե անվերջ զիջումներ։ Ուզում ենք ունենալ բարեկեցիկ բարգավաճ երկիր, թե աղքատության մեջ խարխափող մարդիկ։ Ընտրությունը շատ պարզ է, պետք է մերժել Հայաստանին ու Հայաստանի քաղաքացիներին պատերազմ հայտարարած Նիկոլ Փաշինյանին եւ քվեարկել ազգային ուժերի օգտին։ Հավաքական ընդդիմությունը հաղթում է եւ դա է պատճառը, ողջունում ենք ձեզ, ժողովուրդ, ողջունում ենք ձեզ։ Հավաքական ընդդիմությունը հաղթում է եւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը խախտելով բոլոր էթիկական նորմերը հարձակվում է հայ կանանց վրա։ Այդպիսի պահվածքը ոչ մի պարագայում ընդունելի չէ։ Մենք մեր քաղաքական ընդդիմախոսներին որևէ անձնական վիրավորանք չենք հասցնում։ Մենք բովանդակային բանավեճ ենք վարում, բայց երբ որ դիմացինդ ասելիք չունի, ավելի ճիշտ նրա ասելիքը Էրդողանին ու Ալիևին հաջողանալն է, այդ դեպքում ինքը անցնում է անձնական վիրավորանքների, բայց այդ վիրավորանքը իր մասին է, ով որ վիրավորանք է իրարում, ինքը իր մասին է խոսում, իր մակարդակի, ավելի ճիշտ այդ մակարդակի բացակայության մասին, այնպես որ ժողովուրդ ջան, չտրվեք սադրանքներին, գնացեք ընտրատեղամաս, մերժեք Նիկոլ Փաշինյանին, վռնդեք նրան կառավարության կաբինետից, միացիր,
Եկամ ասում։ Անգելի հայրագիստեր ողջոն։ Անգելի աջակցիներ։ Հունիսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե արդյոք մենք ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Դուք արդեն տեսնում եք, որ Էրդողանն ու Ալիևը իրենց թեկնածուն ունեն իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Մենք դες կոչ ենք անում մասնակցել ընտրությանը և քվեարկել ազգային ուժերի օգտին։ Մենք հանդես ենք գալիս համար 7 քվեաթերթիկի ներքո։ Բազմաթիվ քաղաքական ուժեր, Մայր Հայաստանը, Դեմոկրատական այլընտրանքը, հասարակական կազմակերպությունները միացել են և մեկ միասնական ցուցակով մասնակցում են ընտրություններին։ Դա Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակն է։ Այնպես որ անպայման մասնակցեք ընտրությանը և մերժեք այս ստի ու կեղծիքի իշխանությանը։ Բոլորիդ համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ստի տոպրակի է տիրապետում և բազմիցս խաբել է մեր ժողովրդին, բայց աջակցիները առանձնահատուկ են առնչվել նրա ստերի հետ։ Արդեն 5 կամ 6 ընտրություն է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Աջափնյակի մետրոն կառուցելու խոստումով ու խաբում է։ Ժողովուրդ ջան, այս խաբեությանը պետք է մի հատ քաղաքական թարս ապտակ տալ, որ այլևս ռիսկ չանի խաբել մեր ժողովրդին, սկսած անվտանգությունից, խաղաղությունից, վերջացրած երևանյան թանկացումները և իրենց խաբեության զարդը դարձած Աջափնյակի մետրոն։ Ժողովուրդ, 17 թվականից սկսած, նույնիսկ իրենց, այսպես ասած, աղջիկ ժամանակները, երբ որ վճարովի ընդդիմություն էին խաղում, խոստանում էին, որ Աջափնյակի մետրո են կառուցելու, հսկայական գումարներ են դուրս գրել, միլիոնավոր դոլարներ են մսխել, թե իբր նախագծում են, կառուցում են և շուտով շահագործման են հանձնելու։ Բայց խաբել են ձեզ, ժողովուրդ ջան, բոլորիս են խաբել։ Հետևաբար, այդ խաբեությանը պետք է վերջ դրվի, երաշխավորված խաղաղություն պետք է լինի, պետք է Երևանը ազատագրել այս թալանչիներից, պետք է Հայաստանը ազատագրել այս խաբեբաներից և հետևաբար հունիսի 7-ին Համար 7-ին! Հունիսի 7-ին Համար 7-ին!
Քրեաթերթիկ Ժորժան ողջունում ենք ձեզ Անպայման մասնակցեք ընտրության եկեկած ծափահարություններով մեր քաղաքացիներին ողջունենք Ապեր Ժորժան Անպայման մասնակցեք ընտրությանը թույլ մի տվեք ձեզ խաբել Ժորժ մենք որպես հայ, որպես տղամարդ փոքրուց դաստիարակվել ենք որ կանանց հանդեպ մայրերի հանդեպ առավել ևս այն կանանց ու մայրերի ովքեր որդիներ են տվել մեր հայրենիքին ովքեր եղբայր ու ամուսին են կորցրել մենք դաստիարակվել ենք որ նրանց հանդեպ պետք է հարգալից վերաբերմունք ցույց տալ իսկ մենք տեսնում ենք այս վերջին օրերին ու հատկապես այսօր թե ինչպիսի լկտի վարքագիծ է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանը մեր կանանց ու աղջիկների հանդեպ այս ամենը խոսում է որ նա ընդհանրապես հայկական մենտալիտետի հայկականության հետ ոչ մի կապ չունի լկտիաբար հրմշտում է կանանց նրանց անձնական վիրավորանքներ է հասցնում այս ամեն ինչը փաստորեն մեզ համար պետք է դառնա նաև արժանապատվության հարց Բարև ձեզ, կնդրեմ ծանոթացեք, անպայման մասնակցեք ընտրությանը։ Ժորժան, պետք է մերժել այս հիստերիկ քաղաքականությունը, պետք է մերժել այս հակահայկական մենտալիտետի կրող քաղաքականությունը։ Մենակ ելիչերիները կարող են իրենց այսպես պահել հայ կանանց հանդեպ։ Մենակ Հայաստանն ու հայությանը ատողները կարող են այդպես ատել Արցախը, Արցախցիներին, մեր արարատը, մեր ինքնությունը, մեր եկեղեցին։ Եվ ուրեմն գնում ենք ընտրատարածք եւ հունիսի 7-ին Ողջունում ենք բոլորին։ Սիրելի աչափնակցիներ, անպայման հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս։ Արցախի դրոշը, Արցախի դրոշը։ Արցախի դրոշը եկեք բարձր ողջունենք։ Այո։ Սիրելի աչափնակցիներ, մեր գործընկեր Արմեն Աբովյանը ասեց ընտրության օրը առավոտը մի հատ կոֆե եք խնում, գնում եք ընտրության։ Կանայք կոֆե տղամարդիկ տնական արավ։ Ուրեմն խմում եք, գնում եք ընտրության ու պարոն Թևանյանը, որ ասպա Ալիևի ու Էրդողանի թեկնածուն է, ինքը մենակ Ալիևի ու Էրդողանի թեկնածուն չի։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի բաժանաղն է։ Ասեն իմանաք այդ ամեն ինչը։ Հիմա սիրելի աչափնակցիներ, Հայաստանը երբեք նման քրեհի, նման անտակ, նման ափեղ ծփեղ դուրս տվող, նման անհավասարակշիռ ղեկավար չի ունեցել։ Ինչպես ֆիլմում է հայտնի ասում, նա խայտարակում է ամբողջ ռեսպուբլիկան։ Այս խայտարակության ու ամոթի վերջը պետք է տանք հունիսի 7-ին։ Քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյան Հայաստանի Հանրապետության գոյության ընթացքում ազգային անվտանգության ծառայությանը սատանա բռնելու հանձնարարական է տվել մեկ ղեկավար եւ այդ մեկ ղեկավարը դու ես։ Հայաստանի քաղաքացուն կոպտել է մեկ ղեկավար եւ այդ մեկ ղեկավարը դու ես։ Ինքնատիրապետումը կորցրել է մեկ ղեկավար եւ այդ մեկ ղեկավարը դու ես։ Քաղաքացուն տուգանքի մատերիալ է դարձրել մեկ ղեկավար եւ այդ մեկ ղեկավարը դու ես։ Հայաստանը տարել է նվաստացման մեկ ղեկավար եւ այդ մեկ ղեկավարը դու ես։ Հայաստան Թուրքիա առաջ ծնկի է բերել մեկ ղեկավար եւ այդ մեկ ղեկավարը դու ես։ Ողջունենք մեր քաղաքացիներին, բարև ձեզ, անպայման կգնաք հունիսի 7-ին ընտրատեղամաս։ Սիրելի աչափնակցիներ, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, համար 7-ին, Ժողովուրդ ջան, մի բան էլ ասեք, որ անպայման հասկանանք։ Չի կարող երկիրը ղեկավարի մի մարդ, ով տարանջատում է հայերի ծննդավայրի սկզբունքով։ Չի կարող մի մարդ, ով մեզ կիսում է
Երևանցի, Գյումրեցի, Վանաձորցի, Արցախցի եւ այլն չի կարա, որովհետեւ եթե այսօր թիրախավորումը Արցախցում վաղը հաստատ իմացեք թիրախավորելու է Գյումրեցում, թիրախավորելու է Վանաձորցում, թիրախավորելու է օրինակ Երևանցում։ Ու դա անհերքելի է։ Հոգնել ենք 8 տարի ստրեսի մեջ ենք ապրում, ասես բան կլինի։ Ու այս ստրեսից դուրս գալու միակ տարբերակ կա։ Առավոտյան, կրկնում եմ, մի հատ կոֆե եք դնում, դառը քաղցր դե արդեն ով ոնց կուզի, 20 րոպե ժամանակ ենք գտնում ու գնում ենք ընտրատարածք, ժողովուրդ մի նստեք տունը, թույլ մի տվեք, որ ով ուզում ա լինի, կապ չունի, ձեր ձենի վրա տրնկի խաղա։ Վերցրեք, գնացեք, բացի այս իշխանությունից ում ուզում եք ընտրեք, բայց դե ամենակարևորը ընտրեք ում համար 7-ին, ընտրում ենք ում համար 7-ին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, ու սենց, այդքան բանակ, 20 րոպե ժամանակ, պատկերացնում եք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ որ 15 րոպե օրվա մեջ ժամանակ ծախսելու դիմաց ստանալու ենք բոլորս Հայաստանի Հանրապետության վերադարձը հայերի ձեռքը։ Հետևաբար հունիսի 7-ին հունիսի 7-ին համար 7-ին Էսել Ժորժ ջան, որոշողը դուք եք որոշելու, ապրելու եք բոլորս եւ դուք Հայաստանի Հանրապետությունում, թե Արևմտյան Ադրբեջանում, չնայած Արևմտյան Ադրբեջանում ոչ ոք հույս չունենա, որ կարող է հայ ապրի։ Հարգելի հայրենակիցներ, տեսեք, այս ընտրությունը ոչ միայն հանրաքվե, այլ նաև թասիբի ու արժանապատվության հարց։ Հայաստանի որևէ ղեկավարի ինչ-որ անուն կպցրել են, մինչև Նիկոլ Փաշինյանը, ինչ անուն ասես կպցրել են, մականուն են կպցրել, ինչ-որ պիտակավորում են տվել, բայց Հայաստանի որևէ ղեկավարի չեն ասել դավաճան կամ գիժ, սա խայտարակություն է, ժողովուրդ ջան, մենք նայում ենք համացանցով, այն հիստերիկությունները, որ այսօր իրականացվում էր այդ մարդամեկի կողմից, տակի մեկնաբանությունները ամեն երկրորդը գրում են այս գիժը դեղերը չի խմեն, սա ամոթ է բոլորիս համար, ժողովուրդ ջան, ամբողջ աշխարհով մենք խայտարակ ենք լինում, Նիկոլ Փաշինյանը ով է որ մեզ ներկայացնի, ինքը ընդամենը ներկայացնում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, մենք բոլոր քաղաքական ուժերով հազար ու մի թերություն ունենք, հազար ու մի սխալներ կարող ենք անել, բայց ոչ մեկ մեզ չի կարող ասել, որ մենք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերն ենք պաշտպանում, մենք լավ, վատ, թերություններով, սխալներով պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր երեխեքի, հանուն իրական և երաշխավորված խաղաղության, հանուն տնտեսական բարգավաճման, բայց ոչ երբեք Ալիևի օրակարգը սպասարկելու համար, այնպես որ յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ճակատագիրը, մի մտածեք, որ Արցախի հետ տեղի ունեցածը մի հեռավոր կետում էր, Արցախն էլ չճանաչված պետություն էր, դրա համար էլ Արցախի հետ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, այդպես չի, Ժորժ ջան, նայեք Ուկրաինայի հետ ինչ է կատարվում, Սիրիայում ինչ է կատարվում, Կիպրոսում ժամանակին ինչ է կատարվել, նայեք թե ովքեր են հարձակվողները, ագրեսորները, նայեք թե ինչ ծրագրեր ունեն Թուրքիան ու Ադրբեջանը, ու նայեք թե սրանք ինչ ծրագիր են սպասարկում, չհաշված, որ երևանցիների համար կյանքը վերածել են դժոխքի, ողջունում ենք ձեզ մայրիկ ջան, ողջունում ենք բոլորին, Ժորժ ջան, ապրեք նոր հետևում եք, մի հատ եկեք ծափահարություններով մեր ժողովրդին ողջունենք։ Մենք քրյաթերթիկ համար 7 ենք, Ժորժ ջան,
անպայման մասնակցեք ընտրությանը։ Նույնիսկ մեզ չսիրելով, մյուսներին չսիրելով, գնացեք եւ հայկական ուժերի տվեք ձեր ձայնը, ոչ թե թուրքական սպասարկումներին։ Այնպես որ Հայրի ջան ողջունում ենք ձեզ, ծափարություններով մի հատ անպայման մասնակցեք ընտրությանը, ես նրանց բոլորին ուղարկենք իրենց չկառուցած Աջափնյակի մետրոյի տարածք եւ այնտեղ իրենց գեղեցիկ ձևով իրենց քաղաքական աղբանոցի տեղը ցույց տան։ Այնպես որ իրենք թող չմտածեն, որ երևանցիներին, աջափնյակցիներին խաբելով կարողանալու են քվե կորզել։ Քենել ամանչում արդեն 5-րդ կամ 6-րդ ընտրությունն են մասնակցում նույն մետրոյի կառուցման խոստումով։ Ժողովուրդ ջան, խոմես հիմարի տեղ չպետք է թույլ տանք որ դնեն։ Այնպես որ անպայման մասնակցեք ընտրությանը, Մայրիկ ջան, անպայման մասնակցեք ընտրությանը, եւ ձեր քվեով մերժեք այս ստի կեցիքի իշխանությանը։ Հունիսի 7-ին Հունիսի 7-ին Քվեաթեթիկ Քո սրտի մեջ դեր կրակա, քո ճամփան բաց է դեպի վաղը Այդրում ենք համարյոտին, հաղթանակ Հայաստան, լույսը մեր ճանապարհին Հունիսի 7-ին, այդրում ենք համարյոտին, հաղթանակ Հայաստան, արդարություն մեր երկրին Լույսը կգա Արդարության օրը մոտ է Հայաստանը նորից կփայլի Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոտին հաղթանակ Հայաստան լույսը մեր ճանապարհին Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոտին հաղթանակ Հայաստան արդարություն մեր երկրին Լեռների շնչով կանգնած ես դեր Սուրբ է քո անունը երգ Ամեն քարի մեջ նախնի ներկան Ամեն սրտի մեջ հավատան մարդ Զոհերի հոգին թող պարավորվի Նրանց անունը թող լույս դառնա Նրանց պահած սուրբ հայրենիքում Արդարությունը թող վերադառնա Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոտին Հաղթանակ Հայաստան լույսը մեր ճանապարհին Հունիսի 7-ին Ընտրում ենք համարյոտին հաղթանակ Հայաստան արդարություն մեր երկրին Մասիսը մեր աչքի լույսն է մեր ինքնությունն է մեր սուրբ նշանը Ոչ ոք չի դնչի մեր հիշողությունը Ոչ ոք չի լռեցնի այն ձայնը Ոչինչ չի օրացվի Ոչ մի անուն չի մոռացվի Նախնիների ժառանգությունը մեր սրտերում կպահպանվի Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոտին հաղթանակ Հայաստան լույսը մեր ճանապարհին Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոտին հաղթանակ Հայաստան արդարություն մեր երկրին Շարի դատը կստանա արդար լույսով կարդարացվի Ասմեգունը նորից կծաղկի ժողովուրդը լավ կապրի Ընտրում ենք համարյոտին հաղթանակ Հայաստան լույսը մեր ճանապարհին Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոտին հաղթանակ Մեկ Սիրելի աջափնյակցիներ ողջունում ենք բոլորիդ կոչ եք անում հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս
իրականացնել սեփական քաղաքացիական պարտքը։ Սիրելի հայրենակիցներ, սպասվող ընտրությունները սոսկ քաղաքական իրադարձություն չէ։ Հայաստանի երրորդ հանրապետությունը կանգնած է լուրջ վտանգի առաջ։ Օրվա իշխանավորները Ալիևի ու Էրդողանի պահանջով ցանկանում են չեղարկել երրորդ հանրապետությունը, կասկածի տակ են դրել Հայաստանի անկախության հռչակագիրը, հող են տվել, զոհեր են տվել, նվաստացել են, կուչ են եկել Թուրքի առաջ ու երկիրը տանում են կործանում։ Սիրելի հայրենակիցներ, այսօր բոլորդ վստահաբար տեսել եք, թե Հայաստանի ղեկավարի պաշտոնը մինչև հունիսի 7-ը դեռևս զբաղեցնող մարդը ինչ խայտառակ ու ամոթալի վարքագիծ է ցուցաբերում։ Երկրի ղեկավարին ոչ հատուկ մի հատ գյադայական փողոցային պահված անհավասարակշիռ անպատասխանատու, որի պատասխանը պետք է տանք բոլորս հունիսի 7-ին ընտրատեղամաս այցելելով։ Քաղաքական սուր խոսքը իր հերթին, բայց լկտիությունը, սանձարձակությունը, ափր-ցփր խոսալը ոչ մի կերպ չի տեղավորվում թե մեր միջանցքային հարաբերություններում, թե առավել ևս հատուկ չէ երկրի կառավարման բարձրագույն մարմնի ներկայացուցիչ։ Մենք խայտառակ ենք եղել թե արտաքին աշխարհում, թե ներսում։ Այսքան ատելություն, այսքան տարանջատում, այսքան բաժանում, այսքան մարդկանց մեջ նեգատիվ, այսքան ագրեսիա երբևէ չի եղել։ Ուրեմն, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, Սիրելի աջափնյակցիներ, ողջունում ենք բոլորիդ եւ հիշեցնում, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները շատ կարեւոր են բոլորիս համար։ Խաղաքարտին դրված է Հայաստանի Հանրապետության լինելիությունը։ 2018 թվականից մինչ այսօր իշխանությունը միահեծան իրենց ձեռքում որպես գործիք մեր երկրի ժողովրդի դեմ օգտագործողները բերել են պատերազմ, բերել են կորուստ, ավեր, հազարավոր տղաների կորուստներ, հազարավոր տղաներ դարձել են հաշվանդամ, անհետ կորել են և մեր ռազմաքաղաքական վերնախավը գտնվում է Թուրքի բանտում։ Բայց այսօր այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Այսօր ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ սարսափելի դեպք է պատահել, երբ Հայաստանի Հանրապետությունում ղեկավար նշանակվածը հարձակում է գործում հայուհու վրա, հայ կնոջ վրա, բժշկուհու վրա, այնպիսի բժշկուհու վրա, ով որ հազարավոր աղջիկների, հայուհիների մայրության բերկրանքն է պարգևել։ Ինքս հայ մայր առաջին անգամ մայրության բերկրանքը զգացել եմ Արփինե Ռուդոլֆովնայի Տիկին Սողոյանի ձեռքերով։ Այն հոգատարությունը, այն ուշադրությունը, որ ցուցաբերում էր ծննդկանի հանդեպ, վայել է իսկական հայուհուն, հայ կնոջը, հայ ասնիվ մարդուն։ Եվ բժշկուհին 44-օրյա պատերազմի ժամանակ կորցնելով իր եղբորը, իհարկե վշտացած է, կորցնելով հայրենիքը, իհարկե վշտացած է, բոլորիս հոգսով ապրում է և չէր կարող նայել վարչապետ Կոչեցյալի աչքերին ու չասել այն ամենը, ինչ ասեց։ Ես հիշում եմ նաև, թե նախկինում տարիներ առաջ նման դեպքեր իհարկե չեն եղել, բայց եթե լինեին, հասարակական տարաբնույթ կազմակերպություններ ինչ աղմուկ, աղաղակ կբարձրացնեին, ինչպես կգուշեին այդ դեպքի մասին, որտեղ են մարդու իրավունքների պաշտպանը, որտեղ են այն հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է պաշտպանեն հայուհու, հայ կնոջ, հայ մոր, հայ քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում զինվոր ունեցողի շահերը։ Սիրելի հայրենակիցներ, բավ է կործանվել, բավ է այս ամենին կուլ գնանք, եկել է ժամանակը մեր արժանապատվությունը վերգտնելու, եկել է ժամանակը, որ այլևս թուրքը
Ալիևը մեր երկիրը ներկայացնող ղեկավարին չասի, այ հարբեցող ծաղրածու եւ փոխարենը չլսի կիրթ եւ կամցողական Ալիև։ Եկել է ժամանակը, որ հունիսի 7-ին մենք ինքներս մեր արժանապատվությունը գտնելով, վերգտնելով մեր հայկական ազգային արժեքները, մեր հայկական ազգային արժեքներով ապրելու իրավունքը սեփական երկրում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պահենք Հայաստանի Հանրապետություն, ոչ թե վերածենք Արևմտյան Ադրբեջանի, գնանք ընտրության եւ ընտրենք համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, Համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն է սրտերին, վերկած կամիր, ձերքը բացիր, ու ասայով է պայքարին, հայեր, հայեր, ակին, հայեր, հայեր, ակին, եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ այսի որ այս չարիքին, վերկած կամիր, փաշին վերջից, ու ասայով մեր հայրենիքին, հայեր, հայեր, ակին, հայեր, հայեր, ակին, գալու է մեր դարը, հաղթանակի դարը, որ կերտելու ենք մենք միասին, վերկած կանգնիր, մեզ միացիր, ու ասայով մեր հաղթանակին, հայեր, հայեր, ակին, հայեր, հայեր, ակին, հայեր, հայեր, ակին, հայեր, հայեր, ակին. Հարգելի աչափկյակցիներ, եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ։ Մեր ասածը շատ պարզ եւ հասարակ հասկանալի ասածը։ Հունիսի 7-ին լինելու են ընտրություններ։ Այս ընտրությունները մանդատի մասին չեն։ Այս ընտրությունները քաղաքական ինչ-որ գործընթացների մասին չեն։ Այս ընտրությունները շատ պարզ ու ուղիղ են։ Ժողովուրդ, կամ ապրելու ենք Հայաստանում, որպես հայ մարդ, մեր դարտերով, մեր ուրախություններով, մեր լավ փոփոխություններով իմիջայլոց պատրաստվեք հունիսի 7-ին լավ փոփոխությունների, կամ մեր տարածքը, մեր հայրենիքը, մեր հողն ու ջուրը փորձելու են վերածել Արևմտյան Ադրբեջանի։ Էսա, ողջունեք ժողովրդին։ Շնորհակալություն, որ ձեզ նայում եք, համոզված եք կիսվեք, նույնիսկ մարդիկ, ովքեր կարող ամենս հետ համաձայն չեն, բայց 100% հայ են, ուզում են ապրել Հայաստանում, ոչ թե Արևմտյան Ադրբեջանում։ Ժողովուրդ, ամսի 7-ին առավոտը մի հատ կոֆե եք դնում, սառը կամ, չգիտեմ, տաք, դառը կամ քաղցր, խմում ենք 20 րոպե ժամանակ։ 20 րոպեի ընթացքում գնում ենք ուր ճիշտ է ընտրատարածք։ Իսկ ընտրատարածքում անում ենք պարզ ընտրություն, կամ Հայաստանի Հանրապետություն, սա անկեղծ եմ ասում, կամ Արևմտյան Ադրբեջան, մի հատ հարց տամ։ Երբևիցե լսել եք, որ Հայաստանի իշխանությունը կամ իշխանության ներկայացուցիչները այդպես գոռան, այդպես մուննաթով կան նրանց վրա, ով հայերի սպանում էր։ Լսել եք, չեք լսել վստահաբար։ Հարցածակում, այ ախպեր, հայերից ինչ եք ուզում։ Ձեր ուզածը հայերից ո՞րն է։ Ասում է, մանկապարտեզներ ենք սարքում։ Հարցածակում, ում համար եք սարքում, եւ որ հարց ես տալի, ասում ես ախպեր, խի ես հանձնում հողերը։
Արմաթայի հրճակագիր, տո չգիտեմ ինչ, տո կեղտո պատես, Հիտլերը մեռել է, ինչ եք եկյա պատմում։ Եվ այո, այս իշխանությունը տենում է իրա փրկությունը արևմտյան Ադրբեջանում։ Մենք տեսնում ենք մեր փրկությունը Հայաստանում, որովհետև մենք հայ ենք և հետևաբար հունիսի 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Էսա Ժորժան, բացի իշխանությունից ում ուզում եք գնացեք քվեարկեք, բայց դե 100% պտի քվեարկեք ում? Ում? Էսա, մարդ կարա համաձայն լնի, չլնի, կարա վիճի ասի սեի շինենցա, բայց մի գաղթիկ բացեք իշխանության համար։ Ուրեմն մածունը սպիտակա իշխան ուզում ես քեզ ճղի մեջտեղից։ Երկիրը հանձնողը իշխան ուզում ես արդարացի։ Կապարություններ ողջունենք մեր համաքաղաքացիներին։ Ժորժան, իրականում մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչ որոշված է, չգիտեմ ինչ-որ տետ սաղ ինչ-որ միտե մեկը նստել որոշել, հետո գլուխը պատով ա տվե որոշողը։ Գլուխը պատով ա տվե են, որ իմ, ձեր, բոլորիս տեղը պտի որոշի մենք որտե պտի ապրենք, Հայաստանում թե Արևմտյան Ադրբեջանում։ Գլուխը պատով ա տվե նա, ով այսօր փորձում է համուզի, որտեղ ամեն ինչ որոշված է, իմաստ չկա, մեկը չգիտեմ ինչ, տեն սաղ արդեն բան են, արե չկա տես բան, սուտ է։ Սրանք սարսափում են ամեն մեկիցըտ, սրանք սարսափում են այն մարդուց, ով հունիսի 7-ին գնալու է անդրատարածք։ Դրա համար վիրավորում են մեզ, դրա համար կրկին կիսում են արցախցի, հայաստանցի, հիշեք մի բան, մի մարդ, ով կիսում է հային ծննդավայրով պայմանավորված, թշնամուց բեթարա, որովհետև մեզ ջարդել հնավոր է միայն, երբ որ մեզ պարապտում են ու կիսում են։ Արցախցու վրա մուննաթ եկողը, վաղը մուննաթ է գալու Գյումրեցու վրա, վաղը մուննաթ է գալու Վանաձորցու վրա, վաղը մուննաթ է գալու Կապանցու վրա և ի վերջը Երևանցու վրա։ Բայց մի բան էլ ասեմ, անկեղծ, տո գլուխը պատով է տալու, որովհետև հունիսի 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, ես էլ սենց։ Հարգելի երևանցիներ, սիրելի աջակցիներ, հունիսի 7-ին տեղի են ունենալու ճակատագրական ընտրություններ, որպեսզի մենք հետագայում ստիպված չլինենք զենքը ձեռքներիս պաշտպանել մեր հայրենիքը, որը թավաճանվել է Հայաստանի այսօրվա իշխանության կողմից, որպեսզի մեր երեխեքը պաշտպանեն մեր սահմանները խաղաղ ու անվտանգ, որպեսզի մենք ստիպված չլինենք զիջել մեր հայրենիքը, պետք է մեր կռիվը տանք ընտրատեղամասերում։ Հունիսի 7-ին բոլորս միասնական ջանքերով մերժում ենք օրվա հանցավոր իշխանությանը, մերժում ենք Ալիևի ու Էրդողանի թեկնածու Նիկոլ Փաշինյանին և ընտրում ենք ազգային ուժերին։ Մեր քվեաթերթիկը համար 7-ն է, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, քվեաթերթիկ, ժողովուրդ ջան, ուշադրություն մի դարձրեք նրանց, ովքեր շամպես հաչում են, բայց երբ իրական ուժ են տեսնում, անմիջապես ճողապրում են։ Ժողովուրդ ջան, մեզ բաժանել են, պառակտել են ու շարունակում են բաժանումն ու պառակտումը, բայց պետք չի տվել
սադրանքների պետք է մերժել օրվա դավաճան ու ապիկար իշխանությանը, պետք է մերժել Ալիևի ու Էրդողանի թեկնածու Նիկոլ Փաշինյանին և ձևավորել նոր իշխանություն, որպեսզի մեր երկիրը խաղաղ լինի, որպեսզի տնտեսությունը զարգանա, որպեսզի այս ալան թալանը կանգնի, որպեսզի երևանցիներին ու ընդհանրապես ամբողջ Հայաստանի ժողովրդին չդարձնեն տուգանքի ու թալանի մատերիալ։ Մենք բոլորս գերի ենք դարձել մի իշխանության, որը սպասարկում է մեր թշնամիների շահերը։ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իշխանությունը պահելուց հետո ևս մի քանի տարածք է հանձնելու, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը զրկվելու է ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներից։ Թույլ մի տվեք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տանեն Արցախի ճանապարհով, որտեղ այլևս հայ չկա։ Սրանք խաբում են, թե իբր խաղաղություն են բերել, բայց իրականում պատրաստում են Հայաստանը նոր պատերազմի, նոր պարտության ու նոր կորուստների։ Բոլորիս պարտքն է անպայման մասնակցել ընտրություններին և մեր քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Հարգելի հայրենակիցներ, մեզանից յուրաքանչյուրի վրա կա պարտք, կա պարտականություն, կա պատասխանատվություն։ Ընտրության մասնակցելը այս իրավիճակում ոչ թե իրավունք է, այլ պարտականություն։ Բոլորս պարտավոր ենք մասնակցել ընտրությանը և մեր քվեի ուժով պատմության աղբանոց ուղարկել Նիկոլ Փաշինյանի հակահայ իշխանությանը։ Հունիսի 7-ին քվեաթերթիկ Պատմություն կա գրված, ասողի վրա հավատ կա կանգնած, այսօր նորից ճանապարհ է բացվում, ապականն ենք հավատով կառուցում, առաջարկ Հայաստանին, սարկը քո սերին, խոսում գործերանում, հավատը ուժ է զրկում, եկեղեցու սանգը մեզ այն է, խաչի լույսը ճանապարհ
Հարգելի երևանցիներ, հարգելի աջափնյակցիներ, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Այս իշխանությունը սարսափում է ձեզանից յուրաքանչյուրի քվեից։ Բարձր մասնակցության պարագայում իշխանափոխությունը տեխնիկայի հարց է դառնալու։ Մեր բոլորիս խնդիրն է ապահովել հավաքական ընդդիմության հաղթանակը և ձևավորել նոր իշխանություն։ Ձեզանից յուրաքանչյուրը հունիսի 7-ին պետք է անպայման մասնակցի ընտրությանը, որպեսզի հետո որևէ մեկին չմեղադրի, որևէ քաղաքական ուժից չդժգոհի, որևէ մեկին չասի, որ ինքը ինչ-որ բան չարեց։ Ամեն մեկդ ձեր համար, ձեր փոխարեն պետք է որոշում կայացնեք, մասնակցեք ընտրությանը և վերջ դնեք այս անվերջ զիջումներին, անվերջ պարտություններին։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Մայր Հայաստան կուսակցության և Դեմոկրատական այլընտրանք կուսակցության հետ ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է մեկ միասնական ցուցակով։ Մենք մեր օրինակով ցույց ենք տվել, որ պատրաստ ենք կոնսոլիդացվել հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության, հանուն Հայաստանի քաղաքացիների շահերի և հանուն այն բանի, որ մեր երեխեքը ապրեն խաղաղ երկրում, անվտանգ երկրում։ Հունիսի 7-ին անպայման մասնակցեք ընտրությանը, որպեսզի ձեր լուման ներդնեք երաշխավորված խաղաղության գործում։ Սիրելի քաղաքացիներ, այս իշխանությունը ամբողջությամբ սպառված է, այս իշխանությունը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, այս իշխանությունը հարձակվում է Հայաստանի քաղաքացիների վրա, հայ կնոջ վրա, հայ տեսակի վրա։ Սա հայկական իշխանություն չէ, հայի մենտալիտետի վրա չկա մի վիճակ, երբ հասուն տղամարդը կամ ընդհանրապես որևէ մեկը լաչարաբար հարձակվի կնոջ վրա, բրբրթի նրան, մուննատ գա, անձնական վիրավորանքներ հասցնի։ Սա որևէ արժե համակարգի մեջ չի տեղավորվում, ժողովուրդ ջան։ Հայ ժողովրդին այս առումով են ուզում ինքնությունից զրկել։ Հայ ժողովրդին այս առումով են ուզում փչացնել։ Ինքը փչացած է, ուզում է ամբողջ Հայաստանը իր նման փչացած սարքել և փչացնել հայ ժողովրդի ինքնությունը։ Մենք հետևաբար պետք է թույլ չտանք, որպեսզի մեր արժե համակարգի վրա թուրք-ադրբեջանական հարձակում իրականացվի։ Դրա համար մասնակցում ենք ընտրությանը և վերջ ենք դնում այս հակահայկական իշխանությանը։ Հունիսի 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, քվեաթերթիկ, միացիր, միացիր։ Ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ։ Կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրությանը։ Եկեք մի հատ ծափահարություններով մեր քաղաքացիներին ողջունենք։ Ժողովուրդ ջան, ձայնը տվեք ցանկացած ուժի բացի քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակից։ Մերժեք այս ապիկար և հակահայ իշխանությանը։ Քաղաքացիական պայմանագիր կոչվածը պետք է ուղարկվի պատմության աղբանոց և այլևս ջնջվի հայկական իրականության մեջ լինելու հնարավորությունից։ Հունիսի 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, ողջունում ենք ձեզ, ժողովուրդ ջան, անպայման մասնակցեք, անպայման մասնակցեք և միասնական ջանքերով վռնդենք Նիկոլ Փաշինյանին։
Հայաստան իմ լույսիմ տոն, քո ներքը ցավ է, բայց ոչ խավա, քո սրտի մեջ դեր գրած Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս ստերին, վեր կաց կանգիր, ձերքդ պասիր, ու ասայո մեր պայքարին, հայեր, ատքի։ Հարգելի աչափցակցիներ, ողջունում ենք ձեզ, գտնվում ենք Եկել է քո Գերորդ Չաուշի արձանի մոտ, ծափարություններով եվս մեկ անգամ ողջունենք աչափցակցիներին և հիշենք Չաուշի սխրագործությունները։ Այսօր մի իրավիճակում ենք ժողովուրդ ջան, երբ որ առանց ինչ-որ չափազանցությունների բոլորի առջև շատ բարձ և ուղիղ ընտրություն է։ Սա քաղաքականություն չի, սա ինչ-որ հատենց դասական առումով քաղաքական գործընթաց չի։ Սա ուղղակի ընտրություն է հետևյալի միջև։ Ապրելու ենք մենք արդյոք Հայաստանի Հանրապետությունում, թե մեր երկիրը վերածելու են Արևմտյան Ադրբեջանի։ Սա է, ըստ էության ընտրության ամբողջ բովանդակությունը դա է։ Եվ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Ժորժ ջան, հունիսի 7-ին առավոտյան արտանում եք, մի հատ սուրճ եք խմում, կամ դառը կամ քաղցր, արդեն դուք եք ով ոնց է ուզում։ 20 րոպե ժամանակ օրվա ընթացքում հունիսի 7-ին 20 րոպե եւ գնում եք ընտրատարածք։ Թուրքը եւ հայ ժողովրդի թշնամին սարսափում են ամեն մեկի քվեից, սարսափում են, թե այդ պատճառով էլ փորձում են բաներ անել, հավուզել, իմաստ չկա, ամեն ինչ որոշված, ատորովետով որոշ է մեր տեղը այդ ամեն ինչ, ով կարա ձեր տեղը որոշի, ով, ոչ մեկ չի կարա, որոշողը միայն և միայն դու ես, նույնիսկ այն մարդով հիմա պատուհանից նայում է, ողջունենք մեր համաքաղաքացիներին, նայում են մեզ։ Եվ մտածում ասում, արա գնամ ես այդ հունիսի 7-ին, ժամանակ ծախսեմ 15 րոպե, հաստատ ծախսի, 100% այդ ժամանակը ծախսի, որովհետև քեզանից է, մենակ քեզանից է կախված, դու ու քո բալիկը Հայաստանում են ապրելու, թե ստիպված, գլխակոր, դուրս են գալու, որովհետև ոմանք որոշել են, որ Հայաստանի տեղը պետք է լինի Արևմտյան Ադրբեջան, թող գլուխները պատով են տվել այդ որոշողները։ Հետևաբար, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, Ժորժ ջան, էսա, են մնացած, ես իմ գեղեցիկ բառերը, խոսքերը, չգիտեմ տենց լոզունգները, հələ մի վարկյան մոռացեք։ Ընտրությունը հետևյալն է, կամ Հայաստանի Հանրապետություն, կամ Արևմտյան Ադրբեջան։ Ով ասում է, որ տես չի, ուրեմն նույն այդ Արևմտյան Ադրբեջանի գործականն է, այդ էլ 100% իմացել։ Հարգելի աջակցիներ, մենք եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ, Ժորժ ջան, եկեք ծափարենք մեզ հետևողներին եւ ձեզանից խնդրում ենք, պահանջում ենք, ողջունում ենք ձեզ, կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը, ձեր քվեով մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խունտային եւ ձևավորել նոր ազգային իշխանություն,
որպեսզի մենք խուսափենք պատերազմից, պարտությունից, կորուստներից ու ավերածություններից։ Այս իշխանությունները ժողովրդին հակադրում են, իրար դեմ են հանում, թշնամացնում են, հայաստանցի Ղարաբաղցի են խաղում։ Այսօրվա հիստերիկությունը ովքեր որ տեսել են նաև են մաղձը, են թույնը, են թարախը, որ իր մեջ կուտակած ունի Հայաստանի վարչապետի աթոռին ոչ բարով հայտնվածը, բայց սա հայկական երևույթ չի, ժողովուրդ ջան, այսպես միայն հայ ժողովրդին ատում են մեր թշնամիները, մենք ինչ գործ ունենք թշնամուն պահենք կառավարության շենքում, միասնական ջանքերով պետք է վռնդենք այս իշխանությանը և ձևավորենք հայկական իշխանություն։ Ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ, ողջունում ենք։ Հարգելի քաղաքացիներ, երբ որ մենք հայկական իշխանություն կունենանք, այդ ժամանակ կարող ենք իրար հետ վիճել բովանդակային մարտավարական հարցերում, կարող ենք մուննատ գալ իրար վրա, բայց որևէ մեկից մտքով չի անցնի սպասարկել Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը, որևէ մեկից մտքով չի անցնի վիրավորել հայ կանանց մայրերին և ընդհանրապես ցանկացած հայի, միայն սրանք են իրենց թրքաբարով, արժե համակարգով, թշնամություն տարածում Հայաստանի ներսում, միայն սրանք են, որ պառակտեցին մեր հանրությունը, քանդեցին մեր բանակը, մեր ժողովրդին տարան պարտության, որպեսզի կարողանան իրականացնել են ծրագրերը, ինչի համար որ բերվել են։ Ժողովուրդ ջան, ամբողջ աշխարհի առաջ խայտառակ ենք եղել։ 21 թվականին սրանց վերարտադրությունը արդեն խայտառակություն էր։ Երկրորդ անգամ նման սխալ թույլ տալը արժանալու է Հայաստանի Հանրապետությունը։ Նայեք թե ինչ եղավ Արցախի հետ, նայեք թե ինչ ճակատագրի արժանացան արցախցի մեր քույրերն ու եղբայրները։ Հիմա նրանց փոխարենը գուրգուրեն, փոխարենը աջակցեն, լկտիաբար հարձակվում են վրաները, ասում են ինչի չեք զոհվել, ինչի եք ողջ մնացել, քիչ է մնում ասեն, ինչու չեք բոլորդ այրվել այս Ստեփանակերտի հայտնի միջադեպի ժամանակ։ Այս մարդը ընդհանրապես կապ չունի հայության հետ, այս մարդը դենկայով հայ չի, ես վստահ եմ, որովհետև հայը նման ատելություն չեր քարոզի հայի հանդեպ, հայը չեր ատի Արցախը, չեր ատի Արարատը, չեր ատի մեր եկեղեցին, չեր ատի մեր ինքնությունը։ Ժողովուրդ ջան, մենք ձեզ կոչ ենք անում ձևավորել հայկական իշխանություն, ազգային իշխանություն, որը մերն է լինելու, որը երաշխավորված խաղաղություն է ապահովելու, տնտեսություն է զարգացնելու, թույլ չի տալու են թալանն ու կեղեքումը, որը սրանք են իրականացնում։ Մարդկանց աշկի մեջ մտցնում են, թե իբր ասֆալտն արել։ Այս տարի մի փոքր ձուն եկավ, իրենց ասֆալտն էլ իրենց գլխին թափվեց։ Ժողովրդի լեզվով ասած ձունը գցեր գլխին, որ ասֆալտի փողերը քերում եք, 8 տարվա մեջ 8 միլիարդ դոլարով ավելացրել եք պարտքը, ինչ եք արել, հակադրում եք ասում եք Արցախը չկա, զատո ասվալտ կա, դա լկտիության գագաթնակետն է, որովհետև համ Արցախը չկա, համ էլ ասվալտը չկա։ Ժողովուրդ ջան, մեզ դրել են սպառող կենդանու տեղ, ասում են բավարարվեք այդ ասվալտի սև գույնով և հանձնեք հայրենիքը, մենք դա պետք է թույլ չտանք, սիրելի քաղաքացիներ, մենք պատրաստ ենք ձեզանից յուրաքանչյուրի հետ շփվել, ներկայացնել իրականությունը, որպեսզի ունենանք պետություն և չարժանանանք Արցախի ճակատագրին, որի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն ողջունում ենք ձեզ, որի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, այնպես որ
Հունիսի 7-ին, Համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, քվեաթերթիկ, համար 7, միացիր, միացիր, փոխեք, Այողի վրա պատմություն կա գրված, այսօղի վրա հավատ կա կանված, աստեն նորից ճանապարհ է բացվում, ապական մենք հավատով կրվում, առաջ Հայաստանին, սարկը քո սրտին, եկեղեցու, սարկը մեր զայն է, խաչի լույսը, ճանապարհ Ողջունենք մեր հավաքականների, որոնք մեզ պատուհանից նայում են, բարեցեք ժողովուրդ ջան։ Հունիսի 7-ին լինելու են ընտրություններ, արդեն բոլորը գիտեն։ Ինչ ասես, չասեցին այս ընտրությունների պահով։ Կա որ որոշված արդեն ամենիշ, գլուխները պատով են տվել։ Ուրեմն ով ասում է որոշված է, խոսքը գնում է բարձրաստիճան չակերտներում, պաշտոնյա կլինի կամ չգիտեմ ով ուզում է լինի, կապ չունի, իմացեք, որ խաբում է, ստում է ու սարսափում է ամեն մեկիդ քվեից։ Խնդիրը հետևյալն է։ Անում են ամեն ինչ, որ մարդկանք հուսաթափեն, որ մարդիկ կորցնեն վերջին հույսը ու ասեն արա դե ինչ ուզում է լինի, մեկ ամեն ինչ որոշված է, գնում ենք ինչ անենք, ոչ, որոշված չի, ամեն ինչ կախված է, անմիջապես ամեն մեկիցդ, անմիջապես ամեն մեկիցդ, սրանք ամեն մեկիցդ, գիտեք ոնց են վախում, վայ մամա ջան, ասելու էլ չի, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ հայ ժողովուրդը, հայերը, դուք բոլորդ, դուք անքի մատիրալ չեք, то յուրաքանչյուր քաղաքագետիցել, յուրաքանչյուր քաղաքական գործիչներ ամեն ինչ բոլորից լավ հասկանում եք, շատ լավ եք հասկանում ու վախենում են դրանից, հեքիաթներ են պատմում, ասպա խաղաղություն ենք բերել, սահմանին չենք կրակում, սահմանին չենք կրակում, որտեղ ինչ ուզում ես տալիս են, դրա համար չենք կրակում, կրակեն ինչ անեն, բայց դա անվերջ պրոցես է, անվերջ տալով, անվերջ զիջելով, անվերջ երկիրը հասցնելով, մի խայտառակ իրավիճակի վերջը գալու են հասնել մեր դուռը, բոլորի դուռը, սա չափազանցություն չի, դեկտեմբերի 5-ին 2025 թվականին, Նիկոլ Փաշինյանի, կոնստրուկտիվ չակերտներում, Ազիզ ախտեր, գործընկեր, Ալիևը սրանց այս իշխանությանը, հիշեք, դեկտեմբերի 5, 2025 թիվ, մի հատ հրահանգ է իջացրել ու պահանջ, ասում է բան արեք, ժամանակացույց տվեք, եւ որտեղ ադրբեջանցիներին պետք է բնակեցնեք։
Հիմա հարց իշխանություններին տվել եք այդ ժամանակացույցը։ Հա՞։ Թե մենակ հայերի վրա կարողանում եք հողորտալ ու հայերին վիրավորել։ Իսկ ընդհանրապես հետաքրքիր է։ Այդ որ Ալիևը իրաց վիրավորում է, այդ որ Ալիևը հայ ժողովրդի վիրավորում է, անհավատի Հունիսի 7-ին Համար յոթին Հունիսի 7-ին Ժողովուրդ պատրաստվեք լավ փոփոխությունների, չհավատաք սրացավն իսլամը լինելով։ Հայաստան իմ լույսիմ տուն, քո երգը ցավ է, բայց ոչ խամար, քո սրտի մեջ դեր կրակա, քո ճամփան բաց է դեպի վաղը։ Հունիսի 7-ին Ընտրում ենք համար յոթին, Հայաստան, լույսը մեր ճանապարհին։ Հունիսի 7-ին ընտրում ենք համար 7-ին Հայաստան, թարություն մեր երկրին, լույսը կգա, օ սիրտը կծածնի, արդարության օրը մոտ է, Հայաստանը նորից կփայլի։ Հունիսի 7-ին համար 7-ին Հայաստան, լույսը մեր ճանապարհին, ընտրում ենք համար յոթին, Հայաստան, թարություն մեր երկրին։ Լեռների շնչով կանգնած ես դեր, քո հողը սուրբ է, քո անունը երգ, ամեն քարի մեջ նախնի ներկան, ամեն սրտի մեջ հավատան մար, զոհերի հոգին թող փարավորվի, նրանց անունը թող լույս դառնա, նրանց պահած սուրբ հայրենիքում արդարությունը թող վերադառնա։ Հունիսի 7-ին ընտրում ենք համար յոթին, Հայաստան, լույսը մեր ճանապարհին։ Հունիսի 7-ին ընտրում ենք համար յոթին, Հայաստան, արդարություն մեր երկրին։ Մասիսը մեր աչքի լույսն է, մեր ինքնությունն է, մեր սուրբ նշանը, ոչ ոք չի ջնջի մեր հիշողությունը, ոչ ոք չի լրացնի հայի ձայնը, ոչինչ չի մոռացվի, ոչ մի անուն չի մոռացվի, նախնիների ժառանգությունը մեր սրտերում կպահպանվի։ Հունիսի 7-ին ընտրում ենք համար յոթին, Հայաստան, լույսը մեր ճանապարհին, Հունիսի 7-ին ընտրում ենք համար յոթին, Հայաստան, թարություն մեր երկրին, շարերի դատը կստանա, արդար լույսը կարտարացվի, Տեո ջան, այս պահին գոնե ուղիղ եթերի մասով ավարտում ենք քարոզարշավը, հիշեցնում որ գտնվում են հիմնայել ենք այստեղ Աջափնյակում, բոլորի կոչ ենք անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրությանը և մեր այսպես փոքրիկ ավանդույթի պահպանման շրջանակներում նա ավելի մոտ եկեք ժողով, նա հավաքվենք իրար գլուխ և մեր հաղթական երկի շարունակությունը արձանագրող ուրայով ավարտենք մեր այսօրվա քարոզարշավը։ 1, 2, 3